Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նուր հեռուստաընկերություն, Արևիկ Սարդարյան, ես կուզեի մանկապարտեզների ծանրաբեռնվածության մասին մի փոքր խոսել։ Ինչ ցուցանիշներ ունեք այս տարի, հատկապես արցախցիների ներկայության ֆոնի վրա, էլի, եւ կուզեի իմանալ, պետությունը ամեն կերպ ցանկանում է, որ աշխատաշուկայում ներգրավի Արցախից եկածներին, ցանկանում եմ իմանալ, արդյոք նրանց երեխաները ունեն որոշակի առավելություն հերթերի առումով, առաջնայնություն ունեն իրենց երեխաները մանկապարտեզ հաճախելու, եւ երկրորդ հարցս կրկին մանկապարտեզների վերաբերյալ է, ուզում եմ հասկանալ, մասնավոր մանկապարտեզներ կան, որոնք եւս մեր քաղաքում են, շատ են դրանք, մենք բոլորս գիտենք, եւ արդյոք կա որևէ վերահսկողական լծակ քաղաքապետարանի կողմից։ Հասկանում եմ, որ ձեր ռեզերվում չեն գտնում դրանք, բայց ամեն դեպքում ինչպիսի մոնիտորինգ, ինչպիսի վերահսկողություն է իրականացվում մասնավոր մանկապարտեզների համար։ Շատ լավ։ Ուրեմն մանկապարտեզների մասով փորձեմ մի փոքր ավելի գլոբալ խոսել, էլի, ոչ միայն անդրադառնամ ձեր կողմից մատնանշված հերթերի խնդիրներին, ավելի համապարփակ էլի խոսեմ։ Ուրեմն տեսեք, ներկայումս 2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը էներգոարդյունավետության ծրագրի առաջի փուլով իրականացնելու է շուրջ 36 մանկապարտեզի վերազինման աշխատանքներ։ Դրանք իրանց մեջ ենթադրում են ոչ միայն ջրակացուցիչների, ֆոտովոլտային արևային վահանակների կամ լուսավորության առավել հարմարավետ միջավայր ստեղծելու համար, դրանց մեջ նաև կան, այսպես ասած, մանկապարտեզներ, որոնք այս տարի նշածս ծրագրի արդեն երկրորդ փուլում վերակառուցվելու են, դրանք թվով 7 են, իսկ այդ կոնկրետ նշածս 7 մանկապարտեզների վերակառուցման արդյունքում մենք նաև հավելյալ խմբեր ենք ունենալու այդ մանկապարտեզներում, որպեսզի կարողանանք մեղմենք այն հերթերը, որոնք ներկա պահին կան Երևանի մանկապարտեզներում։ Ինչպես նշեցի, այս տարի այդ 7 մանկապարտեզների շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Մենք այս պահին ունենք արդեն թվով 7 մանկապարտեզներ, որոնք գտնվում են շինարարության փուլում, եւս 3 ամբողջությամբ նոր մանկապարտեզ ենք կառուցելու, մեկը գտնվում է Նոր Խարբերդում, մյուսը Կորեայի ձորում, երրորդը Ծարավ աղբյուրի փողոցում, նաև մեկ նախագիծ ունենք, որ ամբողջությամբ մանկապարտեզը անմխիթար վիճակում գտնվող քանդվելու է եւ վերակառուցվի, դա Արաբկիր վարչական շրջանում է գտնվում, եւս 2 նոր մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների մրցույթ առաջիկայում կհայտարարենք եւ նաև ուզում եմ նշել, որ արդեն վերակառուցված մանկապարտեզներում թվով 15-ում ամբողջապես բակերի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել, դրանք կարելի ասել մեծամասամբ արդեն ավարտական փուլում են, մյուս կողմից նաև իրականացնելու ենք մանկապարտեզների մասով երևի թե արդեն տեղյակ եք, որ այն վերակառուցվող մանկապարտեզները, որոնք արդեն շահագործման մեջ են գտնվում, նաև տեսահասողական սարքերով ենք հագեցնելու, որպեսզի այն խնդիրները, որ պարբերաբար մեծ աղմուկ են, այսպես ասած, բարձրաձայնում, ոչ միայն այդ հարցերը ավելի հստակ մարդկանց ներկայացնելու համար, այլ նաև ամբողջապես վերահսկելի դարձնելու մեր մանկապարտեզները, որպեսզի երեխա, դաստիարակ, ծնող այս հակամարտությունը, որ պարբերաբար տեղի է ունենում մեր մանկապարտեզներում, ոչ միայն ամենօրյա աշխատանքի ընթացքում մեղմվի, այլ հետագայում որևիցե կողմը հանիրավի չմեղադրվի։ Ինչ վերաբերվում է հերթերին։ Հիմա տեսեք, հերթերի մասով ինչպես նշեցի, այս մանկապարտեզների վերակառուցումների նոր արդեն բացված մանկապարտեզների մասով որոշակի իրավիճակը կմեղմվի։ Հանրագումարում, եթե մենք նայում ենք, ինչպես ես նշեցի, կարելի ասել շուրջ 20 մանկապարտեզ, թե դրանցից ոմանք արդեն որոշները արդեն ընթացքի մեջ են, որոշներն էլ արդեն կսկսվեն կառուցվել, այսինքն այս նոր մանկապարտեզների կառուցումներով
մենք այս իրավիճակը գնալով ավելի կմեղմվենք եւ կգանք կարծում եմ ինչ որ մի փուլի, որ մանկապարտեզներում հերթերի քանակը էականորեն կկրճատվի։ Իսկ ինչ վերաբերվում է մասնավոր մանկապարտեզներին, եթե չեմ սխալվում, դա ամբողջությամբ ԳԳՄՍ նախարարության տիրույթում է, այդ մասով Երևանի քաղաքապետարանը ոչ մի լծակ չունի։